Կարևոր տեղեկություն. Green Card-ի ծրագիրը խաղարկությունը ժամանակավորապես փակված է, նոր դիմումներ չեն ընդունվում, 2027 թվականի խաղարկությունը չի բացվելու այս պահին, ծրագիրը սառեցված է, մինչև նոր հայտարարություններ լինեն, ինչ է տեղի ունեցել, ուրեմն Brown University-ում դեկտեմբերի 13-ին 2025 թվական Rhode Island նահանգում ուսումնական կենտրոն է մտնում մի տղամարդ և սկսում է կրակել, արդյունքում երկու ուսանող մահանում են, Էլլա Քուքը 19 տարեկան և Մուհամմեդ Ազիզ Ումուրզակով 18 տարեկան և ուժային 9 մարդ վիրավորվում է, հիմա գտնվում են հիվանդանոցում։ Երկու օր անց դեկտեմբերի 15-ին նույն տղամարդը Սպենսիայում, Մասաչուսեթսում սպանում է MIT պրոֆեսոր Նունո Լորեյրոին հենց իր տան մեջ։ Սկսվում են որոնումները FBI-ի ու ոստիկանության կողմից, որը տևում է 5 օր։ Դեկտեմբերի 18-ին որոնումներից հետո տղամարդուն գտնում են մեռած ինքնագնդակահարությամբ Նյու Հեմփշիրի նահանգի մեկ պահեստում ինչ-որ։ Կասկածյալ ով էր նա 48-ամյա Կլաուդիա Մանուել Նիևես Վալենտենն է նախկին Brown University ուսանող Պորտուգալիայից ներգաղթած։ Նա 2017 թվականին մտել է ԱՄՆ Green Card-ի խաղարկության ծրագրի միջոցով։ Հետևանքները տեսնում եք այս ողբերգական դեպքի պատճառով DV ծրագրի ընդունումը ժամանակավորապես դադարեցված է։ Թե ինչքան ժամանակով է դադարեցված, դա դեռ չգիտենք, կիմանանք նորություններից, կլինի մի տարի, 10 տարի, թե ընդհանրապես կդադարեցնեն մինչև նոր ընտրություններ, չգիտենք ժողովուրդ ջան, համենայն դեպս հիմա դադարեցված է 2027 թվականի Green Card-ի խաղարկությունը։ Լավ մնացեք, եղեք ապահով։